լույսես բումբումիկ Կախարդական քաղաք ու հրաշք ես բումբումիկ Ժպիտը կոտակի տոտաները բումբումիկ Սիրո լծրու սրտերը դու ամենքի Սիրո լծրու սրտերը ամենքի Սիրո լծրու սրտերը դու ամենքի Եթե որոշել եք ձեր փոքրիկի ծնունդը նշել տանը, դպրոցում կամ մանկապարտեզում, ապա զանգահարեք եւ ուրախ ծաղրացուներն ու հեքիաթի հերոսներն այցելելով ձեզ այն կդարձնեն հրաշքներով լի տոն։ Լավագույնը փոքրիկների մեկ սիրով սպասում ենք ձեզ։ Ողջույն սիրելի ընկերներ։ Ողջույն։ Ես Մերին եմ։ Ես Ռաֆին եմ։ Մենք այսօր կպատմենք գորտերի մասին։ Գորտերը երկենցաղ կենդանիներ են։ Նրանք ապրում են և ջրում, և ցամաքում։ Այսպիսով, և ջրում, և ցամաքում բնակվող կենդանիները կոչվում են երկենցաղ կենդանիներ։ Ուտելիս նրանք հաճախակի թարթում են աչքերը, այսպես։ Շարունակենք։ Պատճառն այն է, որ նրանք չեն կարողանում սնունդը լավ ծամել։ Աչքերի ներս գցելով նրանք փորձում են սնունդը ներս հրել։ Այդ պատճառով նրանք հաճախակի թարթում են աչքերը։ Գորտերը ապրում են գրեթե ամեն ուր, նրանց կարելի է հանդիպել անտառներում, ճահիճներում, նույնիսկ մերի գիտես որտեղ։ Ոչ։ Անապատների խորքերում, եթե այնտեղ գոնե մի փոքր ջրաղբյուր կա։ Նրանք ապրում են թե վայրի տեղանքներում, թե խոշոր քաղաքներում, թե ծառի վրա, թե հողի մեջ։ Եղել են դեպքեր, որ կենդանի գորտեր են գտել խորը հողում, կործր կովի մեջ։
ժամանակ գործերը չեն շարժում ներքևի ծնոտը, նրանք երգում են փակ բերանով։ Ռաֆի, դու կարող ես երգել փակ բերանով։ Գիտեմ, արի փորձենք։ Արի։ Ուրա, ինձ մոտ ստացվեց, իսկ քեզ մոտ։ Ինձ մոտ չի ստացվում։ Ոչինչ, ես քեզ կսովորեցնեմ։ Գործերի մեծամասնությունը ունի կարճ մարմին եւ երկար ոտքեր։ Նրանց աչքերը դուրս ցած են, նրանք փոշ չունեն եւ հիմնականում կանաչ գույնի են։ Կան գորտեր, որոնք ունեն վառ գույներ։ Որքան վառ է գորտի գույնը, այնքան թունավոր է այն։ Նույնիսկ կան օծերից էլ թունավոր գորտեր։ Վառ գույնը ազդանշան է։ Ես թունավոր եմ, ինձ է տալ։ Մադագասկարում ապրում է գորտերի մի տեսակ, որը կարմիրանարնջագույն են։ Լինում են նաև կապույտ գորտեր։ Դրանք ապրում են կենտրոնական եւ հարավային Ամերիկայում։ Ամերիկայում ամեն տարի կազմակերպում են ցատկի մրցույթ գորտերի միջև։ Այդ մրցույթը մարդիկ շատ են սիրում։ Դրանք տեսնելու համար Ամերիկայում ամեն տարի հավաքվում են թե մասնակիցներ, թե երկրպագուներ։ Մրցույթի նպատակն է ստիպել գորտերին, որքան հնարավոր է հեռու ցատկեն, չէ՞ որ հաղթող գորտի տիրոջ մեծ մրցանակ է սպասվում։ Դրա համար էլ մարդիկ իրենց գորտերին փորձում են համոզել, որ նրանք չեմպիոն դառնան։ Աշխարհի ամենամեծ գորտերը գողիաթ կոչվող գորտերն են։ Գողիաթներն ապրում են միայն Աֆրիկայում։ Նրանք ունեն 30 սանտիմետր երկարություն եւ 3 կիլոգրամ քաշ։ Իսկ ահա աշխարհի ամենափոքր գորտերը 1 միլիմետր երկարությունն են։ Պատկերացնում եք։ Բոլոր գորտերի լեզուները ծայրից բաժանված են երկու մասի։ Բնության մեջ արուգորտերը ավելի շատ են, քան էգերը։ Գորտերի մասին այսքանը հաջողություն։ Փոքրիկ բարեկամներ, ձեզ հետ եմ ես, Միմին, եկեք ծանոթանանք մեր փոքրիկների հետ։ Ես Դավիթն եմ։ Ես Մերին եմ։ Ես Ֆլորանն եմ։ Շատ լավ, շարունակենք։ Այսօր մենք ոչ պիտանի իրերից պատրաստելու ենք զանազան եւ գեղեցիկ իրեր։ Սկսենք այսօր տիկնիկից։ Մեզ անհրաժեշտ է դրա համար թել, կտորներ, մկրատ, սիլիկոնե սոսինձ, գնդակ, ներկամատիտ եւ ամենակարևորը լուսամփոփ, որն էլ կլինի մեր տիկնիկի մարմինը։ Այժմ մեզ անհրաժեշտ է փոքրիկ սիլիկոնե սոսինձ, որը կլինի մեր տիկնիկի պարանոցը։ Փորձենք կպցնենք, իսկ դու Դավիթ, սկսիր նկարել նրա աչուկները։ Ընտրեմ, փորձիր։ Իսկ մենք կկպցնենք նրա պարանոցը։ Այժմ ամրացնենք պարանոցը։ Ամրացնենք նրան բավականին ամուր, որպեսզի ընթացքում այլևս չպոկվի։ Եվ ավելացնենք դեմքի վրա արդեն բերանը, որն էլ կանի մեզ մոտ Մերին։ Սկսի, խնդրեմ։
Շատ լավ, շնորհակալություն Մերի։ Իսկ հիմա ամրացնենք գլուխը։ Կրկին մեզ օգնության է հասնում սիլիկոնե սոսինձը, որով էլ կամրացեք գլուխը։ Եվ բավականին զգուշ, որպեսզի մեր մատները չվնասվեն։ Այ այսպես։ Մեր տիկնիկը գրեթե պատրաստ է։ Այժմ մեզ անհրաժեշտ են ձեռքեր։ Ուր են մեր ձեռքերը։ Ահա, շնորհակալություն, 2 հատ։ Եվ ամրացնենք նրա ձեռքերը։ Զգուշությամբ։ Այո, որպեսզի հետագայում այն չփոկվի։ Այժմ մենք պատրաստենք տիկնիկի զգեստը, որն էլ կլինի ցանցատիպ կտորից, շնորհակալություն։ Մերի կօգնես ինձ։ Լավ, պահիր։ Այ այսպես։ Մինչ մենք պատրաստում ենք մեր զգեստը, Դավիթը մեզ համար կարտասանի։ Վայ, մայրիկ ջան, տես, բակն ու դուրը լի, ինչքան սպիտակ թիթեր է գալի, այսքան շատ թիթեր չէի տեսես, դեռ չեն անուշիկ թիթերներ չեն է, թիթերն են անձան ծարվեր է, ռաջյունն է գալի, փաթինն է ձյան, որ կարծես սպիտակ թիթերնիկ լինի։ Շնորհակալություն, Դավիթ։ Սիրելի փոքրիկներ, զգեստը կարող եք պատրաստել տարբեր տեսակի կտորներից, որը որ ձեզ դուր կգա ավելի շատ։ Եվ մի քանի դետալ եւս ավելացնենք եւ լիովին պատրաստ կլինի մեր տիկնիկը։ Շարունակենք եւ պատրաստենք նրա մազերը, որին էլ մեզ օգնության է հասնում թելը։ Այժմ մենք կգեղեցկացնենք մեր տիկնիկի մազերը։ Կօգնես ինձ Ֆլորա, պահիր այսպես։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Ֆլորա։ Եվ վերջինը ամրացնենք մեր բանտը։ Երեխաներ, եկեք որոշենք մեր տիկնիկի անունը։ Ֆլորա, ինչպես անվանենք մեր տիկնիկին։ Գոհարիկ, Մերի, իսկ դու ինչ ես կարծում։ Սվետիկ, Սվետիկ։ Դավիթ, իսկ դու։ Մարի, Իսկ ես կարծում եմ, որ մեր տիկնիկին կարելի է անվանել Լույսիկ, քանի որ նա պատրաստած է լուսամփոփից։ շատ գեղեցիկ տիկնիկ է։ Այսօր այսքանը, շնորհակալություն, որ մեզ հետ էինք։ Կհանդիպենք։